Վանաձորին ու Գյումրիին Եվրամիության հատկացրած 4 միլիոն եվրոյի ծրագրի պատասխանատուները ծրագրի ավարտից 2 տարի անց քննիչների հարցերին են պատասխանում մեղադրյալի կարգավիճակով։ Դատարանն այսօր 2 ամսվա տնային կալանք և 20 միլիոն դրամ գրավ կիրառեց ծրագրի ղեկավար Նատալիա Լափաուրիի նկատմամբ։ Տնային կալանքի տակ է նաև ծրագրի տրանսպորտային հարցերով փորձագետ Դավիթ Մելքոնյանը։ Նախօրեին ձերբակալված Լափաուրիին հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանքի առաջադրել կաշառք ստանալու, գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիքի, իսկ Մելքոնյանին կաշառքին օժանդակելու համար։ Ով է կաշառք տվել, ինչ գույք է հափշտակվել ու ինչպես, այս հարցերը դեռ անպատասխան են։ Հակակոռուպցիոնն առայժմ մանրամասներ չի հայտնում։ Ունենալ լավագույն մատչելի, արդյունավետ, թափանցիկ, բարձր թափանցիկություն ապահովող ընդհանուր օգտագործման տրանսպորտ։ Ոչ միայն Վանաձորում, այլ նաև Գյումրի համայնքում։ Ազատությունն այս ծրագրի կասկածելի գործարքների մասին հետաքննություն էր հրապարակել դեռ 1.5 տարի առաջ։ 2020-ին Եվրամիության նվիրաբերած 4 միլիոն եվրոյով նախատեսվում էր Գյումրիում և Վանաձորում ներդնել էկոլոգիապես մաքուր տրանսպորտ, աղբի վերամշակման հոսքագծեր և թվային կառավարման համակարգ։ Նպատակը նա է, որպեսզի ոչ թե հասցնել բավարար մակարդակի, այլ անցնել ավելի առաջ միջազգային լավագույն փորձի կիրառմամբ։ Ծրագրի ավարտից տարիներ անց մինչդեռ խոստացված միջազգային ստանդարտների փոխարեն Վանաձորում շահագործվում է ընդամենը 5 էլեկտրական ավտոբուս, իսկ Գյումրիում ընդհանրապես ոչ մի ներդրում։ Եվս 5 ավտոբուս արդեն 2 տարի անշարժ կայանած է բաց երկնքի տակ։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Թե ուր է Եվրամիության 4 միլիոնը կամ ինչպես էր ծրագրի պատասխանատու Նատալիա Լափաուրին ծրագիրը լիարժեք իրականացված համարում դեռ անցած տարի, անհայտ է։ Որևէ խնդիր մենք ծրագրի ընթացքում չենք ունեցել, որևէ խնդիր, որովհետև մենք չի հայտնաբերել, որևէ չի կարող հայտնաբերել։ Ծրագրի պատասխանատուն Վանաձորի համայնքապետարանն էր։ 2021-ին նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, հետագայում նաև նրան փոխարինած Արկադի Փելեշյանի ձևավորած աշխատակազմի առնվազն կեսը քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների հարազատներն ու ընտանիքի անդամներն էին։ Իսկ խոշոր գնումներին առանց մրցույթի մասնակցել էին նրանց հետ փոխկապակցված ընկերությունները։ Լափաուրին այս բացահայտումներին ծիծաղով էր արձագանքել, պնդելով, թե չի իմացել աշխատակիցների ով լինելը։ Ոնց ասեմ, ընտանեկան, այսպես ասած, ներքին խոհանոց ես չեմ մտնում, ես չգիտեմ որպես ծրագրի ղեկավար, ով ում կինն է, ով ում ամուսինն է, անկեղծ։ Այսինքն այն ժամանակ, երբ որ անգամ իմացել եք, որ համայնքապետի կինը ներգրավված է ձեր ծրագրում, աշխատակազմում, ինձ որպես կին չի հետաքրքրել Կարինե ջան։ Ինքը ինձ հետաքրքրել է որպես մասնագետ ու կարծում եմ դա բնական է։ Ազատության հարցումներին ի պատասխան Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտնում էր ֆինանսական աուդիտներ իրականացնելու մասին առանց հստակ մանրամասների։ Եվրոպական միության ընթացակարգերին համապատասխան գնումների ողջ գործընթացը իրականացրել է Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմը։ Եվրամիությունը հաշվետվությունների ներկայացման հետ հսկողություն է իրականացնում։ Որպես այս ծրագրի պատվիրատու մարմին Եվրամիության պատվիրակությունը բացի փաստաթղթերի ուսումնասիրությունից մոտ ապագայում նախատեսում է լինել ծրագրի իրականացման վայրերում և տեղում ուսումնասիրել կատարվածը։ Ընդհանուր առմամբ Եվրամիությունը շատ լուրջ է վերաբերվում բոլոր իր ֆինանսավորվող ծրագրերին և մանրակրկիտ ստուգումներ է անցկացնում տարբեր մեխանիզմների միջոցով։ Ուստի այս նախագծին նույնպես շատ լուրջ և ուշադիր հետևում ենք։ Այս պատասխանից ամիսներ անց Վանաձոր այցելած Եվրամիության ներկայացուցիչները հայտնվել էին ավտոտնակի նմանվող փոշոտ տարածքում, որտեղ ավտոդողերի ու ժանգոտ մետաղների կողքին փոշոտված դրված էր 100,000 եվրո արժողությամբ փողոցներ լվացող սարքը։ Տոմսային համակարգի ներդրում, դրանք լինելու են էլեկտրոնային ոչ կանխիկ գումարով վճարումներ։ Անցած տարվա ամռանը Վանաձորում շահագործված ավտոբուսներում վճարումները մինչ օրս վարորդներն են ստանում, իսկ խոստացված աղբի վերամշակումից նշույլ անգամ չկա։ Թվային համակարգից եւս։ Ըստ էության միասնական հարթակ լինելու Վանաձոր եւ Գյումրու համար։ Ըստ Եվրամիության պահանջների տրանսպորտը պետք է լիներ եվրոպական ծագման, մինչդեռ Ազատությունը բացահայտել էր, որ չինական մասերով դրանք հավաքվել էին Հայաստանում։ Վանաձոր և Գյումրի համայնքներում կձևավորվեն անվտանգ, բարձր սպասարկման որակով և
Ազատության մի քանի հրապարակումներից հետո Եվրամիությունը Վանաձորի քաղաքապետարանից պահանջել էր վերադարձնել 4 միլիոն եվրոյի 7.5%-ը, շուրջ 300,000 եվրո, պայմանագրի խախտումների եւ չհիմնավորված ծախսերի պատճառով։ Բայց քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը մերժել էր պահանջը։ Այդ մասին Ազատությանը գրավոր էին հայտնել։ Եվրամիության կողմից Դաշինք հանուն կայուն եւ կանաչ կառավարման ծրագրի շրջանակում օրենքով սահմանված կարգով իրականացվել է աուդիտ, որի եզրակացության մեջ կան վիճելի հարցեր։ Վանաձորի համայնքապետարանը չի համաձայնել ԵՄ աուդիտորական եզրակացության հետ եւ սահմանված կարգով ներկայացրել է իր դիրքորոշումն ու առարկությունները։ Նշված հանգամանքներով պայմանավորված տվյալ փուլում համայնքապետարանի կողմից որևէ գումարի վերադարձ չի իրականացվել եւ վերադարձման պարտավորություն չի առաջացել։ Ազատությանը երեկվանից չի հաջողվում պարզել, թե ով է Նատալիա Լափաուրիի փաստաբանը։ Նրա ամուսնու համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի հետ եւս կապ հաստատել չի հաջողվել, բայց ծրագրի ղեկավարը նախկին բոլոր հարցազրույցներում հերքել էր, թե խախտումներ են եղել։ Իրավապահները մինչդեռ այս տարվա գարնանը քրեական գործ հարուցեցին, որի շրջանակում էլ արդեն փաստորեն 2 մեղադրյալ կա։ Ազատության տեղեկություններով 3 հարցաքննության են կանչվել նաև քաղաքապետարանի գնումների բաժնի պետ Դավիթ Հակոբյանը եւ կոմունալ բաժնի պետի մայրը Թամարա Հակոբյանը, որը նաև համայնքապետ Արկադի Փելեշյանի զոքանչն է։